Ողջույն, 813 թվականի հուլիսի 11-ին արևելյան հռոմեական կայսրության Բյուզանդիայի Բասիլևս կայսրի հռչակվում Լևոն 5-րդ հայկազնը 9-րդ դարի բյուզանդական կայսրերից ամենահայի մասին կարող ենք կարդանք մասնավորապես բյուզանդական պատմիչ Թեոփանոս շարունակողի մոտ։ Ներկայացնեմ հետևյալ գիրքը։ Գրքի հեղինակը Продолжатель Феофана. Жизнеописание византийских царей։ Գիրքը հրատարակել է Նաուկա հրատարակչությունը 1992 թվականին։ Բյուզանդիայի ապագա կայսեր հայրը հայազգի Պատրիկ Բարդասն էր։ Նա որպես զորավար ծառայել է Նիկեփորոս առաջին և Միքայել առաջին ռանգաբեկ կայսրերի ժամանակ։ 813 թվականի հուլիսի 11-ին Վերսինիկայի ճակատամարտում Միքայել առաջինի գլխավորած բյուզանդական բանակը խայտառակ պարտություն է կրում Կրում խանի գլխավորած բուլղարական զորքից։ Միքայել առաջինը վերադառնում է Կոստանդնուպոլից, բյուզանդական զորքը Լևոնին հռչակում է կայսր։ Միքայել առաջինը հրաժարվում է գահից, դառնում քահանա։ Լևոն 5-րդը սկսում է բանակցություններ բուլղարական Կրում խանի հետ, փորձում է անձնական հանդիպման ժամանակ սպանել բուլղարական խանին։ Կրում խանը փրկվում է, պատերազմը շարունակվում է փոխադարձ հարձակումներով։ 813 թվականի աշնանը Մեսեմբրի ճակատամարտում Լևոն 5-րդի գլխավորած բյուզանդական բանակը պարտության է մատնում Կրում խանի գլխավորած բուլղարական զորքին։ Շուտով Կրում խանը մահանում է։ 815 թվականին կնքվում է 30-ամյա հաշտության պայմանագիր։ 815 թվականին Լևոն 5-րդ հայկազնը գահանկեց է անում Նիկեփորոս պատրիարքին, նշանակում է նոր պատրիարք։ Թեոդոտոս առաջին Մելիսինոս Կասիտերասին։ Ավելին, հայազգի կայսրը վերականգնում է սրբապատկերների դեմ պայքարը, որը հայտնի է պատկերամարտություն անվամբ։ Այն չեղարկվել էր 787 թվականի 7-րդ տիեզերական ժողովի որոշումներով։ Լևոն 5-րդ հայկազնը ամուսնացած էր Պատրիկ Արսաբերի դստեր Թեոդոսիայի հետ։ Իր կայսերակիցը որդին էր Սմբատ Կոստանտինը, բացի ենից նա այլ զավակներ ևս ուներ։ Լևոն 5-րդ հայկազնը սպանվում է 820 թվականի դեկտեմբերի 25-ին իր նախկին համախոհ զինակից Միքայել Թլվատ Ամորիացու կողմից, ով դառնում է Բյուզանդիայի նոր կայսրը։ Լևոն 5-րդ հայկազնը բարդ, դաժան, հակասական արարքներ կատարած միապետի կերպար է, իր ապրած դարաշրջանի ծնունդ, որտեղ կամ դու ես դավում, կամ քեզ են դավում։ Այսօր այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։